Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթն է Հայր եւ որդի Վարդանովներ։ Այսօրվա մեր զրույցի թեման լինելու է Առաքելոց վանքի կռիվը, որը ի դեպ, ասենք, ավելի շատ ընտրել եք դուք, էլի։ Հա, բայց ասենք, որ մենք ուղղակի մի քիչ ֆռաստրել ենք։ Անդրանիկի մասին էին ուզում շատ խոսել։ Անդրանիկի մասին խոսալուց պիտի խոսաս իր ամենամեծ օպերացիաներից իր ամենափայլուն օպերացիայի մասին։ Դե մեծ է իմաստով էի ասում։ Հա, որտեվ ինքը մի քիչ ավելի մեծ զորախմբեր էլ է ղեկավարել եւ էլի հաղթանակած, բայց սա փայլուն օպերացիա էր։ Բայց համարյա 1-ին 100 տարբերություն ա եղել։ Մեկին Աստված գիտի ինչքան, որովհետև այնտեղ զորախմբերը, որ սկզբից եկել են, հետո եռապատկվել են, հետո քրդեր են միացել անհասկանալի քանակով Համիդի են եկել մոտիկաց հետո, մենք տեղյակ ենք մենակ 6000 դարձած խմբից, ճիշտ է, որը զորախումբն ա եղել կանոնավոր բանակի։ Կանոնավոր բանակի։ Իսկ ինչքան ասենք բան են եղել, այդ զինվոր ոստիկաններ են եղել, Աստված գիտի, ինչքան Համիդի են եղել, Աստված գիտի, մենք չգիտենք։ Իսկ որ քրդերի համար դա բավականին կարևոր բան էր եւ իրենք հնարավորինս շուտ ուզում էին հայերի բերանը փակեին, դա միանշանակ էր, որովհետեւ դա քրդերի կամայականությունների դեմ էր ուղղված, միայն կառավարության բան չէին ուզում դասացնեին ու արևմուտքին կամ Ռուսաստանի կայսրությանը, այնտեղ քրդերից բավականին տուժել էր հայ բնակչությունը։ Հա, նույնիսկ պահանջներին հեսա որ հասնենք բանակցությունների մեջ նույնիսկ կար բանը քրդերի կողմից գրավված հայկական գյուղերը, գրավված ոնց որ ասենք հակառակորդի տարածք են դեպքում, որ թե քրդերը, թե մեր հայրենակիցները թուրքահպատակ էին, սուլթանահպատակ էին եւ նույն պետության մասն էին կազմում, բայց այնտեղ կար զինում, կար խրախուսում, իսկ հայերին հակառակը։ Բացի դրանից հարկերից բացի պետական քրդեր ցեղապետեր կային քուրդ, որոնք առանձին իրանց հարկնել էին դնում։ Բացի էդ տարբեր հայկական գյուղեր էին գրավել, այսինքն ստացվում էր նույնիսկ պահանջների մեջ, երբ որ Անդրանիկը ներկայացրել է, ասում էր, որ չի կարա լինի պետության մեջ ուրիշ պետություն։ Այդ կարգի էր տարբերություն, էլի չէ, այդ զենք բանը հələ չեմ ասում ընդհանրապես։ Դե քրդերը միշտ իրենց խաղն են խաղում, հաճախ մենք երբ որ իրանց բան է լինում, ասենք մանավանդ վերջի տասնյակ տարիները թուրքական պետության հետ երբ որ իրանք ընդհարվում են, մենք ոնց որ բանա քրդերի կողմն ենք բռնում, բայց քրդերը միշտ իրանց խաղն են խաղացել, պետք եղած վաղտ ասենք իրենց համար պետք եղած վաղտ Սիրիայի կառավարության դեմ են եղել, այն դեպքում որ մեր հայրենակիցները Սիրիայի կառավարության ասենք կողմնակիցներն էին ոչ թե վերջի բախումների վաղտ, այլ ընդհանրապես վերջիններն էլ հետը Իրանի կառավարության դեմ այն դեպքում որ հայերը ասենք շատ ակտիվ մասնակցել են այդ պատերազմին Իրանի-Իրաքյան պատերազմին, հենց այդ նույն ժամանակ քրդերը իրանց խաղն էին խաղում նաև ասենք Իրանի կառավարության ասենք զորքերի դեմ։ Կարճ ասած, երևի առանցին Քրդստան են ուզում դրանից։ Կամ իրանք էլ չգիտեն ինչ են ուզում, այնքան որ ասենք քարավանների վրա մշտապես նստած ժողովուրդ են եղել, քարավանի ճանապարհների վրա եւ խասյաթ է ձևավորվել, օգտվել, ոնց որ ասած, այն ինչ որ վատադրված վերցնել էլի։ Ուրիշների բարքերից։ Հա, ուրիշի ապրանքը երբ որ վատադրած լինում, հավեսով վերցնում են։ Ես ոչ թե հակաքրդական բան եմ ասում, այլ ընդհանրապես դա պատմական փաստեր են ու դա վերել անդրան, որ վրացիները ավազակությանը ասում են քուրդոբա, ավազակություն եւ բանա Քուրդոբա նշանակում է քրդություն, դա ավազակությունն է վրացերեն։ Ու ոնց որ անգլերենում ասենք մարդասպանությանը ասում են ասասին, մարդասպանին։ Ասասինը դե երևի գոնե մեր հայրենակիցները գիտեն, դա բաներն են, իսմայիլիտներն էին, Շեյխ Աս-Սաբախի, որոնք որ պայքարում էին ոչ միայն խաչակիրների դեմ, մերձավոր արևելքում, այլ նաև որոշ մուսուլմանական առաջնորդների դեմ, կարճ ասած, երբ որ ինչ-որ մեկը, ինչ-որ մի բան երևույթ աչքի անգնում, ինքը ընդհանրացվում է ու որոշ ժողովրդի մոտ, ասենք, այտենց հետաքրքիր բան է ստացվում, ոնց որ Վրաստանում վրացերենով քուրդոբա
քրդություն դա ավազակության հոմանիշն է։ Լավ, վերադառնանք Առաքելոց վանքին, երևի խոսենք ինչից որոշեցին, որ պետք է տենց օպերացիա անեն, որտեվ եթե նայենք, ֆիդայինների գործողություն չէր։ Այնքը ֆիդայիններով էր, բայց ֆիդայական չէր, տենց ասեմ։ Ահա, որովհետև ֆիդայությունը ինչ էր ընդհանրապես, որ նայես, ֆիդայությունը ավելի շուտ արդարության մարտիկների մասին է խոսքը, որոնք որ պատժիչ գործողություններ էին կատարում, երբ որ ինչ-որ մի պաշտոնյա համահանում էր, պաշտպանում էին ինչ-որ գյուղացիների, շատ հաճախ ոչ հայերի հետ նույն քրդերին կարային պաշտպանային ձևներ, էլի ավելի շատ։ Թե չէ քո ասած բանով իրանք արդարության այս կոնկրետ այս օպերացիան հենց առաջի կետը որ նշեցիր դրա համար էր։ Հա, բայց իր գործողության ձևը անմիջապես այտենց չէր։ Օրինակ, երբ որ քրդական գյուղի պաշտպանություն են ստանձնում հայ ֆիդայինները, դա ուրիշ բան է։ Կամ հայկական գյուղի պաշտպանություն են, բայց երբ որ նույն թեկուզ գյուղի պաշտպանության համար իրանք ռազմական օպերացիա են անում, ոչ թե ճիշտ նշեցիր, ոչ պարտիզանական գործողություն, դա արդեն ուրիշ բան է։ Այս գործողությունով ես նույնիսկ չեմ էլ հասկանում, էլի ինչի համար ասենց գնացին դրան, որովհետև ավելի երևացող բաներ կար, որ կարային անեին հենց պարտիզանական մեթոդով չվտանգելով իրենց։ Իմիջիայլոց իրանք մենակ իրանց չէին վտանգել։ Իրանք նաև վտանգել էին որբերին, ովքեր որը տեղափոխում էր 67+ մի 80 հոգի անձնակազմ ունեց այդ վանական համալիրը, բոլորին որբերի հետ միասին։ Անձնակազմը եւ որբերը իրարից մինչեւ 80 հոգի մարդ են եղել եւ վտանգված էին, ոչ մի գարանտիաներ չկար, որ ասենք հայդուկները պաշտպանելու հնարավորություն կունենան որբերին եւ մեր ասենք ֆիդայինների հեռանալուց հետո ոչ մի գարանտիա չկար, որ չէին փրթի, էլի, որովհետև բազմաթիվ օրինակներ եղել են դրանից առաջ, լավ 15 թվին, բանը գիտենք, որ մեր ու մանուկ ինչ ասես, էլի, ասենք, իրանց համար աշկներին ոչ մի բան չէր երևում, բայց նաև այդ 1901 թվականից առաջ էլ եղել էր, ասենք, բանը դեպքեր, հենց այդ Զուլում բանը իշխանությունը Աբդուլհամիդ II-ի չի Զուլում կոչվեց, որտեվ բանը այտենց անմարտկային վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում նաև կոտորածներով, մեր ու մանուկ, խեղդելով, ասենք, ծովի մեջ հազարավոր մարդկանց, այտենց բան է, հենց նույն Թուրքիայի կառավարությունը իրան թույլ չէր տալի։ Բացի, ասենք, ապստամբված տարածքներից, օրինակ Բուլղարիայում, երբ որ իրանք ապստամբվել էին, բաշիբոզուկները թուրքական կանոնավոր բանակից մի քիչ ավելի առավել, ասենք, վայրագություններ էին արել, բայց խախանտիր գյուղերում ապրող ժողովրդին որ իրենց հարկ վճարողներին, հա, էլի, ասենց գանու դաժան վերաբերվել, դա Աբդուլհամիդը սկսեց այդ կինոներում շատ ցիվիլ եվրոպական անգլիոհու վրա սիրահարված, ասենք, բանա սուտ։ Դե մենք մեր ոդկասթներում նույն Ջևդեթին, երբ որ անդրադարձանք, Ջևդեթի մասին խոսացողները ասում են եվրոպացի է, ինքն ու կինը ֆրանսերեն էին խոսում նույնիսկ։ Դե եվրոպացին այնտեղ սովորած են, հա, եվրոպացին այնպես չի որ գազանությունից բանա ազատվում, Ադոլֆ Հիտլերին հիշենք, դա բարի ավստրիական նկարիչը, բարիության տիպար, արվեստի մարդ, բան։ Մի քիչ նեղացրել էին, երևի Համիդին էլ նեղացրել։ Բա Հիմլերը, ասենք, բարի ֆերմեր է եղել, հավեր աճացնում, բան։ Ամեն մեկի ինչ-որ պատճառ երևի ունեց։ Հնարավոր է։ Ես օրինակ մի քանի աղբյուրից եմ օգտվել այս ոդկասթին պատրաստվելուց։ Անդրանիկը գիրք ունի հրատարակած։ Լավագույն բանը, ոնց որ ճշգրիտ բաները, Անդրանիկի հուշերն է, որովհետև ընդհանրապես շատ-շատերը հուշերի մեջ իրենց բան են անում, գեղեցկացնում են, անթերիացնում են, երբ որ հուշեր են սկսում գրել, նույնիսկ ասենք պետանտ, sense ճշտություն սիրող գերմանացիները։ Անդրանիկն էս մեծ մարդ էր, որ դրա կարիքը չուներ։ Անդրանիկը այդպես բաներ չի արել։ Կարիքն էլ չուներ իմ կարծիքով։ Բանը իր հուշերն էլ, ասենք, իրեն ճանաչողների հետ զրույցի մեջ ասելա, որ ես էդի որպես բանը սերունդներին դասագիրք եմ կասմել, ոչ թե ասենք իմ բանը անձը մեծ արելու համար։ Եվ այդ Առաքելոց վանքի լավագույն, ասենք, պատմողը հենց Անդրանիկն է եղել։
Նախ ասենք, որ Անդրանիկը դրանից առաջ հայդուկական մեծ ժողովում, որը բոլոր հայդուկական խմբերի հայդուկապետերին, ասենք, ընդգրկել էր, Ընդհանուր հայդուկապետ է դառնում։ ինքը ընտրվում է ընդհանուր հայդուկապետ, դավադիր, ասենք, դավաճանության արդյունքում Աղբյուր Սերոպյան, որ գլխատեցին ու իր աղբորը Խալիլ, իրան պահանջել է։ Բխարի Խալիլ, ասենք, քուրդ բանը, ասենք, կիսա պաշտոնյա, կիսա ցեղա առաջնորդը, դրանից հետո հենց պատժողներից մեկը իդեպ այնտեղ ինքը իր կանդիդատուրան չէր առաջարկել, էլի, իր տեխնացությունը։ Գիտեմ Սեբաստացի Մուրադն է։ Այո, հենց Սեբաստացի Մուրադն էր իրան առաջարկել, որը որ էլի շատ մեծ հարգանք վայելող խմբապետ էր։ Նույնիսկ խոսք ունի Սեբաստացի Մուրադը, որ ասում է մենք ընտրել ենք Անդրանիկին, ու նույնիսկ եթե ինքը մահանար, մենք իրան դրոշի հետ միասին իր մարմինը պետք է դեմից տանենք։ Ինքը այդտենց մեծ կերպար էր։ Չնայած իրան քաղաքական գործիչները չէին սիրում, որովհետև ինքը իր յուրովի հայացքները ուներ տարբեր միջադեպերի եւ իրադարձությունների վրա, այդ թվում նաեւ, ասենք, կուսակցական դիրքորոշումների վրա, ասենք, ղեկավարությունների։ Ես առաջարկում եմ Անդրանիկը դե շատ մեծ կերպար է, ու իր մասին մի հաղորդում է Էրիկ չի։ Օրինակ էս Առաքելոց վանքը իր կյանքի Արի Առաքելոց վանքից խոսանք 20 օրն է, դրանից հետո շատ ուրիշ գործերել է արել։ Չգիտեմ արժե, որ մենակ անձերի մասին խոսանք, որտեվ այդ անձերի թիվը քիչ չի, էլի։ Անդրանիկ, ասենք, Չէ, քանը դառնանք մանր, իրենց գործողություններին, օրինակ Գարագին Նժդե եթե խոսանք, արժի Լեռնա Հայաստանի պայքարից խոսալ։ Նույն ձևով, ասենք, կարելի է խոսալ էլի, ասենք, քերու մասին, կարելի է խոսալ այն աֆիցերի մասին, որ թուրքական աֆիցեր էր, հետո Կիլիկիայում էր, ասենք, երկար ժամանակ պայքարում, Թորոսյան, չէ, ինչքան հիշում եմ, հա։ Ուզում եմ ասեմ, երևի անձերին այնքան չանդրադառնանք, անձերի անունները նշենք ինչքան հնարավոր է, ասենք, որովհետև անձը պետք է չմոռացվի, բայց խոսանք ավելի շատ գործողություններից եւ ոչ միշտ հայկական։ Ոնց որ սրանից առաջ ենք արել, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, երբ որ հավես է ունենում խելացի լինել, իսկ խելացին ուրիշի սխալների վրա է սովորում։ Դի շատ խելացին իր սխալի վրա էլ կարա սովորել։ Եկեք ուրիշի սխալների վրա սովորենք։ Մեր սխալներն էլ նշենք, մեր ճիշտն էլ, ասենք, մեծարենք, բայց ավելի շատ մեծարենք ուրիշի արածը եւ ուրիշի սխալները ընդգծենք։ Ու էլի առաջվա նման անենք, էլի ասենք մի քիչ հայկական նյութ, մի քանի հատ ոչ հայկական։ Վերադառնալով Առաքելոց վանքին, Անդրանիկը իր հուշերում նշում է, թե խի են որոշել ընդհանրապես այդ գործողությունը անեն, իրականում դա համինդիական ջարդերից հետո է այդ միտքը ծագել։ Համինդիական ջարդերից, որը որ եղավ բանա Եվրոպային տված խոստումների անմիջապես հետո։ Դրանից հետո արդեն հենց 900 թվականից սկսած մուշի համարյա բոլոր բնակավայրերում, մեծ բնակավայրերում զորանոցներ էին սարքել թուրքերը։ Այդ թվում Սասունում էին ուզում սարքել։ Սասունում էլ էին սարքել, մեծ գյուղերում էլ էին սարքում, մուշում էլ կար, որտեղ կար ավելի էին մեծացնում ֆիդայիների համար, որպեսզի այդ մանր խմբերին ոչնչացնեին։ Իսկ արդեն 901 թվականին Անդրանիկը պարապած 200 հոգանոց խումբ ուներ տարբեր գյուղերում։ Ունեին նաև պահեստային զինվորներ այդպես կոչված, որոնք հիմնական ֆուտբոլի լեզվով ասած հիմնական կազմից չէին, պարապած են, երբ պետք լինեն տղաներն էին, ովքեր որ լավ մարզումներ են անցել, պարապել են, բայց ասենք իրենց ընտանիքներից եւ գյուղերից չէին կդրվում, մնում էին իրենց գործով էին զբաղվում, անհրաժեշտության դեպքում ոնց որ թե Առաքելոց վանքում էլ են իրանք Առաքելոց վանքում պետքա գային, բայց շատ քիչ են եկել։ Հա, բայց եկել են։ Հա, 8-ից 10 հոգի է 200 հոգուց եկել մասնակցել։ Դե քիչ չի էլի, ասում։ Իրականում քիչ, հա, բայց դե պատճառների մասին էսա խոսանք, որ արդեն Հայաստանով մեկ պլյուս շրջափակված էր համարյա Առաքելոց վանքը, որտեվ Անդրանիկենք իդեպ բանա Առաքելոց վանքի բանա ընտրությունը այնքան էլ այդ ակցիայի համար հարմար չէր, ռազմական տեսակետից չեմ ասում, որտեվ Սուրբ Կարապետ ավելի հայտնի վանք էր ու շատ ավելի, ասենք, բանա մեծ ուշադրություն կարար իրար վրա գրավեր։
Բայց ռազմական տեսանկյունից պաշտպանվելու համար հարմար չէր Որտեղ Կարապետը։ բանա Սուրբ Կարապետը դաշտավայր Իսկ էր, էսի ասենք, ամրոցատիպ Տավրոսի, ասենք, հայկական Տավրոսի լանջիներ, ասենք, այդ Բայց էլի մեջտեղ էր գտնվում Առաքելոս վանքը, Մուշից քայլելով 1.5 ժամ հեռավորության վրա էր։ Քայլելով 1.5 թե ձիով։ 4 կիլոմետր եմ ես կարդացել։ Երևակայի քայլելով։ Հա, երևի։ Մոտակայքում 4-5 գյուղ կար հայկական։ Հա, իդեպ մի բան էլ է հետաքրքիր, ինչի, ասենք, նոյեմբերին, որտեվ նոյեմբերը գրեթե ձմեռ է։ Հա, գրեթե ձմեռ է, բայց աղբյուր կար Առաքելոց վանքում, հենց վանքի տարածքում, ինքը իր տնտեսությունը ուներ, այսինքն սնունդի հետ կապված ընդհանրապես խնդիր չկար, չնայած հաշվի առնելով, որ 80 հոգու համար էր նախատեսած այդ սնունդը, որ ձմեռը հանեն, ավելացել էր 30 հոգի անդրանիկը իր ընկերներով, պլյուս իմ ասած, հեսա նշեմ, որ գյուղից էին 10 հոգին, Ցրոնք գյուղից է 8-ից 10 հոգի մարդ էր միացել անդրանիկին, այդ 200 հոգանոց պարապած խմբից, ու իրանք միտումնավոր վիվիշկա բառն եմ ուզում հայերեն, ցուցադրական ընտրել են։ Ես քեզ հայկական բառեր եմ հուշում պատկերացնում։ Ցուցադրական ընտրել էին հենց այդ վանքը ու ամեն ձև ցույց էին տալիս, որ իրանք մոտենում են գնալու են այդ վանք ու թուրքական երկու գունդ արդեն մոտեցել էր մոտակա գյուղերում։ Չէ, երկու գունդ։ Սկզբից 2000 հոգի է եղել։ Այդ երկու գունդ չի, դա մի գունդ է։ Երկու փաշեով էր ոնց որ։ Կապ չունի, բայց բանը այն ժամանակվա գնդերը մի քիչ ավելի մեծ էին, իրանք փաշը գերմանական բաներով էին, հա, ու գումարտակները այն ժամանակ 600-ից 800 հոգի էին, մինչև 1000։ Դա մի գունդ է եղել այն վաղտվա չափանիշներով։ Ասեմ, որ չէին զգուշացրել նույնիսկ վարդապետին, Հովհաննես վարդապետին չէին զգուշացրել ու երբ որ Անդրանիկ ինքը իր խմբով արդեն գալիս են ու ասում են ինչ նպատակով են եկել, որպեսզի կասկածներ չլինի վարդապետի վրա, իրան ուղարկում են մուշ։ Ու արդեն երբ որ քիչ-քիչ օղակը սեղմվում է, ուսուցիչն էլ է ուզում որբերի հետ դուրս գա, Անդրանիկը չի թողում։ Հա, իդեպ բանը այդ Վանա հայրը եւ Մուշի առաջնորդը ոգևոր գալիս են ու հենց այդ ժամանակ իրանք էլ էին ասում, որ որբերին որբերին հանեն։ Արդեն մի 10 քանի օր հետ։ Բայց անընդհատ փորձել են որբերին հանեն, որովհետեւ որբերը վտանգված էին այդտեղ։ Վտանգված էին, թուրքերը թնդանոթներով էին ինչպես միշտ կանոնավոր բանակ էր դե մոտեցել։ Ապրելու շանսերը շատ քիչ էր։ Հա։ Իսկ եթե բանը անդրադառնանք իր ռազմական գործողություններին, մեզ ուրեմն սովետական հատուկ նշանակության զորքերում ծառայելուց, ուրեմն տակտիկայի դասերի ժամանակ դաս էին տալի, ասենք, բանա հետ նահանջ մարտով, այտենց դաս կար եւ մի քանի օրինակ էին բերում։ Դա սովետական միության պայմաններում, որտեղ ֆիդայական շարժումը տաբու, փակ, թեմաներ, սենց։ Ես հիշում եմ, պատմել ես, մեկը Առաքելոց վանքից մարտով, ասենք, հետ նահանջի, ասենք, օրինակն էին բերում նաև։ Շատ հետաքրքիր էր, ես զարմացած, վայ քեզ բան, ու դե ուրիշները այտենց մի չէին նկատում այդ դասին նստած, բայց ես լինելով հայ ու գոնե մի փոքր, ասենք, այդ ամեն ինչին ծանոթ լինելով ռանշպարների գիրք, բականչը կարդացած եւ այլն, սեն, ես զարմացած էի, ու բանա կապիտան Կիսիլովը, որ դասը անցկացնում էր, ինքը ասեց, բանա, մի զարմացի, ասեց, Վարդանով, մի զարմացի, ասեց, ինքը ասում է բավականին լավ ուսումնասիրված է, որովհետև այն ահռելի քանակ շրջապատած օղակը, որ եղել է այդ վանքի շուրջ, ու ոնց են կարացել մարտով հնարամտություն եւ խիզախություն օգտագործելով ճեղքել այդ բանը օղակը ու դուրս գալ, ասում է դա չէր կարա չնկատվեր այս տիպի, ասենք, կառույցներով, ոնց որ, ասենք, հատուկ նշանակության զորքեր։ Մի հատ էլ թվերը նշեմ, էլի 40 հոգով կռվել են 6000 պլյուս Աստված գիտի ինչքանի դեմ։ Ունեին ընդամենը 37 հրացան, որից Մաուզեր տիպի մենակ Անդրանիկինն էր։ Հին հրացանները, իրանց հրացանները կայծքարով հրացաններ էին, մեծ մասին, կարելի ասել բոլորին, նու բոլորինը չէ, բայց մեծ մասին, Անդրանիկի Մաուզերը ուղղակի միակ թափթազա զենքներ,
Այնտեղ կարող է էլի ասենք նորմալ կազնազարյադնի հրացաններ են եղել, բայց նաև կայծքարով հրացաններ են եղել 19-րդ դարի մեջտեղի։ Ասեմ, ֆայմելը ասեմ, դա թուրքերեն բառա, ֆայմելը։ Չգիտեմ, գլխի ընկավ։ Գլխի էին ընկել մերոնք, որ ամեն մեկի համար, ամեն հրաձիքի համար 2-3 դիրք էին պատրաստել։ Որ մանևրելով Համ մանևրելու, համ դինամիկ պաշտպանություն։ դիմացինին խաբելու համար։ Դե խափելու էլի հնարքներ էր տարբեր Շատ հնարքներ էին օգտագործել, բայց էտել էին արել։ Ու նշվում, այս շատ է նշվում, որ 3 գոնե Անդրանիկը նշում է 3 դիրք ուներ ամեն մի հրաձիգ։ Ու սկզբի օրերը, երբ որ գալիս են թուրքերը հետախուզելու, որ տեսնեն վանքում են թե չէ ֆիդայինները, դա ամսի 2-ին կամ 3-ին է լինում։ Նոյեմբերի 901 թվականի նոյեմբերի 2-ին կամ 3-ին։ Այդ ժամանակ հետախուզման ժամանակ գալիս են դե վանքի դռները փակ է լինում, ուսուցիչն է ելնում խոսում թուրքերի հետ ու թուրքերի մեջ էլ հարապետ կար, մի հատ էլ Գազամ Մեհե Էֆենդի էր ոնց որ անունը ու կրոնափոխ եղած հայ։ Հնարավորություն են ունենում վերցնել Անդրանիկեն հնարավորություն են ունենում բոլորին գերեվարել, ուղղակի իրենց ընկերների մի խումբ Հարությունի գլխավորությամբ դեռ դուրսն էին ու իրանց էին սպասում։ Դրա համար Գևորգ Չաուշը չի թողել։ Գևորգ Չաուշը մեկ է Վաղարշակը, եթե չեմ սխալվում, ասել են Պեչի մենք նախահարցակ չլինենք, թող հարությունենք հետ գան նոր։ Բացի դրանից իրանց պետք էր որ լուրը գնար հասներ, որովհետև այնտեղ ոչ թե խնդիրը թուրքերին ոչնչացնելն էր, խնդիրը մեծ ուշադրություն, այո, մեծ ակցիա լիներ, ոնց որ Վիետնամ, հյուսիսային վիետնամցիները արեցին, հյուսիսի վիետնամցիները։ Որ օպերացիա ամերիկացիները ինչից բրծավ պատերազմը սկսեց վերջանալ Ամերիկա, վիետնամական, երբ որ կադրերի հետևից ընկնելով միանգամից 20 դոլի ավելի շատ քաղաքներում ակցիաներ արեցին ու ամերիկացիները ժողովուրդը հասարակ սարսափահար էր, բայց իրականում եթե հավաքեիր այդ ակցիաների մասնակիցները երևի 2000 հոգի մարդ չէր հավաքվի ընդհանուր։ Նույնը ստեղ սկսեցին մեծ խայպ, ռուսերեն ասած խայպի համար մարդկան հավաքեցին, որ մեծ ուշադրություն գրավեն եվրոպացի հյուպատոսների, վախեցնեն թուրքերին ու քրդերին։ Եվրոպացի եւ ռուսական այն երկրների, ովքեր գարանտ են կանգնել, որ Թուրքիայում բարեփոխումներ կլինեն հայաբնակ վիլայեթներում։ Իմ կարծիքով ամենակարևորը դա որ թուրքերն ու քրդերը վախենան, որ իմանան հայը կռվել գիտի։ Միգուցե վախենալու բանը կար, բայց արդեն 2 տասնյակ տարի, ասենք, հայկական ապստամբություններ են եղել, ասենք, տարբեր բնակավայրերում։ Բայց այդ տենց անուն չէին հանում, ոնց որ էսի է հանել։ Չէ, հասկանալի է, բայց ապստամբությունները արդեն կային, то есть թուրքերի վայրագությունները բերեցին դրան, որ հայը էլ այն հնազանդ հայը չէ։ Հա, բայց տեղային էր այդ վախը, իսկ սրա մասին բոլորն են իմացել։ Դե բոլորը իմանալու համար նաև չոչնչացվեց այն դարպասի մոտ եկած, ասենք միջին աստիճանի 3-4 օր ժամանակ են տվել, որ դուրս գան վանքից, զենքերը հանձնեն ու իրենց խոսք էին տալի ոչի բան չի լինի, իրանք էլի դուրս չեն եկել ու առաջի մեծ ընդհարումը եղել է, երբ որ Հարությունի խումբը 4 հոգանոց մոտեցել է ու այդ օրը առաջի վիրավորներն ենք տվել։ Չնայած տարբեր աղբյուրներով նշվում է, որ առաջի 3 օրվա մեջ թուրքերը մինչև 1000 հոգի զոհ են տվել։ Անդրանիկը դրա մասին չի խոսում ընդհանրապես։ Ես դրա համար էլ հակված չեմ, ասենք, ընդունեմ այդ 1000 հոգի զոհը թուրքերի, որովհետև Անդրանիկ Օզանյանը չի ասել դա։ Հա, Անդրանիկը ընդհանրապես չի նշի, ուղղակի նշել է, որովհետև մյուս տարբեր ճակատամարտների մասին ինքը չէր թաքցնում, որ թուրքերը զոհերով հետ քաշվեցին, թշնամին, ասենք, հետ շպրտվեց տալով կորուստներ, ասես նախադասությունները իր համար սովորական են։ Դա նշանակում է այդ 1000-ը մի քիչ կարող է այդ լայն ինֆորմացիոն, ասենք, արձագանքի հետևանքներ, այդ 1000 թիվը, որովհետև բանա մի քիչ հավատաց չէր գալի, մանավանդ, որ ինչքան դա կօգներ ազգային զարթոնքին այդ 1000 թիվը հնչեցնել։ իրականում այդքան զոհ կարա
եղած լինի, Ես որովհետեւ կարծում եմ այնտեղ ուրիշ բաներ ա եղել, ցրտահարություններ, հիվանդություններ, ոչ թե ասենք մարտի մի դաշտում 10-րդ օրը բերել էին մուշ քաղաքից բանվորներ, հայ բանվորներ, գետնափուր 196-ը տուն են սարքել իրենց համար ու Անդրանիկը նշում է որ կրակակետ էր, մենակ քնելու հայերին էլ բերել են որ հանկարծ չկրակեն։ Դե ուրիշ այնտեղ աշխատող չեն էլ բերի։ Խելամիտ էին գործը։ Ում պետք է ուրիշ բերեին։ Այդ տարածքում քրդերն էին, որ աշխատել չգիտեին, հայերը որ աշխատել գիտեին, ում պետք է բերեին։ Նորմալ է դա։ Բանը, երբ որ ամբողջությամբ հավաքվեց Առաքելոց վանքի այդ հերոսախումբը, իսկ դրանց Հարությունն ու բոլորը հավաքվեցին այդ օրը երկու հոգի հենց Հարությունն է, մեկ էլ իրենց ամենաերիտասարդը Ղազարը վիրավորվում են, Ղազարը երևի մյուս օրը կամ երկու օրից մահանում է, իսկ Հարությունը արդեն նոյեմբերի 20-ի կողմերն է մահանում, բայց մահացու էր երկուսի վերքն էլ։ Բացի դրանից նորմալ բժշկական օգնություն չհասցնել, բան սա իր դերը ավելի շատ դրանից է մահացել։ Բանը, եթե վերցնենք թուրքերի աշխուժ գործողությունները, նենց չի, որ իրանք զորբայավարի սենց արճակատման էին գալի, օրինակ բանը այն դարպասից հեռու անկյունից պատը քանդելը, ասենք մի հատված ու այդ ներթափանցել այդ ծակից ներս, այնտեղ ու էդի արել են բանի մառախուղի ժամանակ։ Անես մառախուղ որ 10 քայլ հեռու չէր տեսնում։ Հմուտ բանա թուրք զինվորականներ են եղել։ Հա մարդակերներ չեն եղել։ Ու կարող է մարդակեր են եղել, բայց իրանց զինվորի գլխակերը չեն եղել, գլխակեր չեն եղել։ Գլխակեր չեն եղել։ Ասքյարա գլխակեր։ Գնահատել են իրենց զինվորին ու պարապացել են եղել։ Չէ դե, այդ հասկանալի է։ Նույնիսկ ասենք բանա, որպեսի կանոն վիճակներ չառաջանա, առաջ չեն բրթել բաներին, Համիդիեներին, այդ Յանիմ զինվոր իրականում քորդ հեծելազորայիններին, ասենք, ոչ էլ ասենք ոստիկաններին, իրանք ընդամենը պերիմետր են պահել, բանը զորքի օպերացիայի տեղը բանը անջատել են, մնացած ասենք տարածքից։ Հիմնականում դա են արել, բայց գիշերները մեկը լավ չեն հսկե տարածքը։ Գիշեր, ցուրտ, այտենց երկել կա ցուրտ գիշերին պտտում էր ֆիդային։ Կարելի է նշել, որ Գևորգը հենց Առաքելոց վանքում է այդ Չավուշ մականունը ստացել է։ Քրդերից մեկը քրդերեն Անդրանիկին ասել է, «Էսի քո վերջի տեղն է», Գևորգը պատասխանել է, ասել է, «Ես փոքրիկ Գևորգն եմ, ով ես իմ կնոջ հետ է քնում», ասել է Գևորգ Չավուշ դու ես ու տենց է մնացել է Անդրանիկը նշում է որ այդտեղ կպավ իրան այդ Չավուշ մականունը։ Հա, ես չէի հիշում։ Ու մինչև ամսի 17-ը բանակցություններ չեն եղել, ամսի 17-ին մի կնոջ միջոցով նամակ են ուղարկում, դե հա չեն կարում զորբայավարի գրավեն կամ ոչ զորբայավարի ռազմական ճանապարհով չի ստացվում, փորձում են խորամանկեն ու նամակի մեջ ընդամենը երկտող է եղել, ինչ եք ուզում։ Հա, բայց բանը Անդրանիկն էլ ասել է, որ գրավոր շատ երկար կլինի, եկեք խոսանք։ Պահանջել է երկու փաշայի, մեկ էլ Կոստանդնուպոլսի կուսակալին։ Կոնստանտինոպոլիսի չէ, բանի, Մուշի, Չէ, պոլիսի կուսակալին է կանչ։ Պոլիսունխի կուսակալ կար։ Չգիտեմ, բայց տենց է իր մոտ գրած։ Հա, երևի կուսակալին, որը Կոնստանտինոպոլիսին էր ենթարկվում։ Կարող է։ Այդ բանը։ Քիչ սխալ է նշել։ Ֆերիկ եւ մենք ուղղակի այտենց ենք հասկանում։ Որտեվ գրափարով էր, արը մտա հայերենով էր գրած ավելի ճիշտ։ Ֆերիկ եւ Ալի Փաշաներին է պահանջում։ Էդի այդ բանը Զորքի հրամանատարներին։ Ու այդ կուսակալին իհարկե սկզբից չեն գալիս, հա։ Ու մի հատ դրա հաջորդ երկու օրվա մեջ շատ մեծ հարձակում են կատարում ու էլի զոհերի մասին ոչի բան չի հիմնականում կրակային։ Հա, կրակային ու թնդանոթային։ Միգուցե նույնիսկ գրոհել չի եղել, ասենք։ Անդրանիկը նշում է, որ 3 կողմից մեծ գրոհ է եղել։ Ես նկատի ունեմ մարդկային գրոհ կարող է չի եղել։ Նշել է, որ հենց մարդկային է եղել, որտեվ բոլորը իրանք բաժանված էին 4 խմբի, որպեսզի 24 ժամյա հերթապահություն կրեին, 3 ժամյա հերթափոխով
բան էին անում, ծառայություն էին ոնց որ կրում, Անդրանիկն էր մի խմբի հրամանատարը, տենց ասած, մեկին է Գևորգ Չաուշը, Հաջի Հակոբը, մեկ է Վաղարշակը, այդ 4 հրամանատարներն են եղել, այդպես ասած մենի պետերն են եղել։ Երբ որ 3 կողմից եկել են, արդեն ստիպված դե բոլորով են մասնակցել պաշտպանությանը, ու ամսի 20-ին այդ կրակոցների ձեներից Հարությունը մտածում էր, որ արդեն զոհվելու են, իրան է թողեն, վիրավոր ընկնի թուրքերի ձեռը, այդ խոսակցությունն էլ մի քիչ սրտաճեմ լիքա, Անդրանիկը ասում է, որ մենք ոչ մի դեպքում քեզ չենք թողի, եթե այդ վիճակը լինի, ես անձամբ խոսք եմ տալի քեզ, որ քո կյանքը ես կխլեմ, որպեսզի թուրքերի ձեռքը չընկնես։ Ու արդեն զգում է, որ Հարությունը լքում է իրենց ու թողնում է, որ հերթով դիրքերից իջնեն տղաները հրաժեշտ տան։ Ու այդ առավոտ արդեն ինքը մահանում է ու արդեն Իրեք բանը մի քիչ դժվար է բանի մասին խոսալ։ Ախր իրանք ընկերներ են եղել։ Բացի դրանից, դեմ ֆիդային են վառ անհատականություններն են եղել։ Այդ 40 հոգին։ Այո, ովքեր որ երկերի, ասենք, հերոսներ են եղել, առասպելների հերոսներ էին դարել, ասենք, իրանց կյանքով, իրանց խիզախությամբ, ովքեր որ բանը զարթունք առաջացրեցին մեր ժողովրդի մոտ, ու իրանց մասին հիմա խոսալը մի քիչ ծանր է, մանավանդ երբ որ իրենց, ասենք, մահանալու մասին ես խոսում։ Սորնակ գիտեի, որ Մախլուտոնն էլ է եղել Առաքելոց վանքին, մասնակցել է, բայց հիմա հեսա կարդամ ցուցակը Անդրանիկում անունները նշել է, Մախլուտոն չկա մեջը։ Ուրեմն չի եղել, որտեղ Մախլուտոն իր շատ իր կողմից սիրված եւ հարգված անձնավորություն ա եղել, իր համար երիտասարդ, բայց ասենք կայացած երիտասարդ մարդ ա եղել, ասենք Մախլուտոն, ուրեմն այնտեղ չի եղել։ Անունները կարդամ հիմա, դե Անդրանիկի ըստ գրքի է։ Անդրանիկ, Ուրուխցի Հարություն, Գևորգ Չաուշ, Վաղարշակ, Հաջի Հակոբ, Ղազար, Սեյտո Պողոս, Անտրիկ, Միսակ, Վարդան, Սիմոն, Թերփետոս Սարգիս, Չետո, Եղո, Բարսեղ, Օնոյի տղա Հովսեփ, Արամ Չատալապաչ, Խագեղցի Մկրոն, Մոսո, Իսո ու Հավատորիկցի Մուրադ։ Այս մարդկանց անուններն են նշած։ Ու քանի հոգու էլ անձամբ երևի չէր ճանաչում այդ գյուղացիները, որ եկե միացել են, այդ խմբին երևի ինքը չի պարապացրել, դրա համար չգիտեր ու անունները չի նշել։ Չէ, մենակ է դրա հարցը չի, դե իերարխիայի խնդիր էլ կա։ Կարող է իրենք երկվյալ ֆիդայիններ են եղել։ Հա, կարող է։ Այն մյուսները եղել են աջակից օժանդակող խումբ։ Հա, իրենց չի նշել ու ես երբ որ անունները կարդում զարմանում էի, որ Մախլուտոյի անունը չկա։ Չնայած այդ օժանդակող խմբի համար, ասենք, ինքը ոչ պակաս, ասենք, Անդրանիկ Օզանյանը իր կյանքը չէր խնայել։ Դե Որտեվ իր նման հրամանատար, ով խստապահանջ, պահանջկոտ, ոնց որ ասած, պետք եղած վաղ կարող է դաժե մարդին էլ խփեր, այն մարդուն կամ մտրակեր, ով իրան բան չէր անի, բայց հետնել իր սեփական կյանքը չէր խնայի այդ նույն մարդուն պաշտպանելուց մարտի դաշտում։ Կարգին հրամանատար ա եղել, էլի, ավակ եղբայր, ասենց կարելի ասել։ Հարազատ եղբայր, բայց ավակ, որը որ խոսքի օրինակ մի քիչ ավել գիտի, քան կրսեր եղբայրները։ Այդ տիպի հրամանատար ա եղել։ Երազանք ցանկացած զինվորի համար այդ այնց հրամանատար ունենալու էլի։ Այդ Անդրանիկի կերպարն է։ ամսի 22-ին, նոյեմբերի 22-ին Վանահայրն է գալիս Առաքելոց վանքի այդ կնոջ հետ ու Վանահայրը գոտե պնդում է տղաներին, ճիշտ է, էլի ուզում են որբերին հանեն, բայց ասում է շրջափակված եք, հա նորությունները պատմում է ինչ եղել է ու արդեն ամսի 23-ին բանակցող խումբն է գալիս։ Բանակցող խմբի մեջ թուրք կառավարության կողմից ուղարկված, ասենք, Առաքելոց վանքի Վանահայրներ, Մշո թեմի առաջնորդը ու հավատափող եղած ոնց որ հայը։ Այդ իրեքն են եղել բանակցողների մեջ։ Ու Անդրանիկը նշում է, որ ես բանակցության Մենակ իրանք չէին, չէ։ Իրեքին է նշում։ Մենակ իրեքն էին։ Ես գիտեմ թուրքեր էլ են հետներ եղել։ Չէ, թուրքեր էլ էին այդ հետները։ Հեսա ասեմ։ Հա, չէ, Մուխտար Էֆենդին էլ է ինչ որ եղել, չգիտեմ ով է Մուխտարը։
ու նշում է, որ Մուխտարը վախենում էր մտնել ներս, որտեղ ներս են հրավիրել, Անդրանիկն էլ դուրս չի եկել։ Ասել է, եթե չեն մտնում, թող գնան, եթե մենք ուզենայինք, շատ ավելի շուտ սպանած կլինենք իրան, շատ ավելի հեռու հեռավորության վրա, ու նոր մի քիչ երևի այդպես ասած դուխ է հավաքում, գոտ է պնդվում ու գալիս է ներս, ու Անդրանիկը նշում է, որ խոսակցության ժամանակ, որպեսզի Վանա հոր կասկածի տակ չդնի, որ Վանա հայրը տեղյակ է եղել ու հետո չպատժեն Վանա հորը, ինքը իրանց անունները խառնում էր։ Մուշի թեմի առաջնորդին ու Վանա հոր անունները խառնում էր։ Վանա հորը Խոսրով էր ասում, իսկ Մուշի թեմի առաջնորդին Հովանես էր ասում, որպեսզի կասկածները հանի, ու արդեն իր պահանջներն է դնում, պահանջներից մի քանիսն եմ մոտս նշել։ Առաջինը եղել է Պոլսի քաղբանտարկյալներին ազատ արձակումը, որոնց կարծեմ արձակում են, չէ՞, մի 30-40 օր։ Այս հետի կնշեմ։ Երկրորդը, որ 10-րդ այդ հարկ է, այդ ձևի եղել, գյուղացին հավաքի, Էլ չհավաքեն, ասենք, ֆանարիոտ հույները կամ քուրդ բեկերը, այլ գյուղացին ինքը հավաքի, վստահելի մարդկանց միջոցով փոխանցի, քուրդ զինապետերին պատժեն, ովքեր հայրի հետ շատ վատ են վերաբերվել, անիրավ են վերաբերվել, վատ ու լավի հարց չի, օրենք են խախտել։ Օրենք են խախտել, այդ որ նշեցի սկզբից պետության մեջ առանձին պետություն է։ Պայմանները ավելի շուտ Օսմանյան պետությունը ավելի լավը դարձնելու պայմաններ է եղել, հա։ Գրաված հայ գյուղերը պետք է որ վերադարձնեին հայերին, քուրդերը էլի։ Այդ ովքեր են ցեղապետերը, որոնք турք էին առնում առանձին իրանց վերացնեին, ու նշել է, որ օրինակ այդ նույն Խելիլ այդ քուրդին, որ սպանել են, այդ սպանության գործով շատ հայեր էին նստած։ Ու հետն էլ կապ չունեցող, ինքը նշել է, որ դա ես եմ անձամբ արել, ու փաստ կա, որ դրանից 2 օր հետո բաց է թողել, հրաման է գալի Կոստանդնուպոլսից, որ այդ հայերին բաց թողեն, ու բաց են թողել։ Ու արդեն տարբեր տենց բաներ իրա վրա վերցնելով, այդ բանակցելու վախտեր են, որ բանա սունդուկները բերում շարում են բանա սենյակում, սունդուկներից մեկն էլ էտել են այնց թեթև աֆերիստ խոդա, չէ, ասենք խորամանկություն, որ իրանք լիքը զինամթերք ունեն, 6 ամսյա մի սունդուկի մեջ էլ բացած, ասենք բանա ռասիպնույի падրոնները լցած ալնում, բայց դա սաղ իրանց падրոններն են, այդքանը էլ ուրիշ բան չունեին, այդ ոնց որ ասենք մի հատ բան կար անապատում, ամրոցում ամրացած այն Վանդամի ֆիլմներ, թե որ ֆիլմներ են, որ բանա յանիմ լվացվում են, բանան դա այդ ջորով լողանում են, իսկ այնտեղ խմելու ջուր չկան, էլի, տիպը մենք այնքան ջուր ունենք, դուք ձեր դարդը ցավացեք, էլի այդ մեզ պաշարողներով։ Այդտենց մի հատ թեթև խորամանկություն առնում։ Երևի իմաստունի, գիտես ինչ, նաև պատմել այդ դուրս գալու մասին, որովհետև այդի այն փայլուն ձևով են իրանք արել։ Եթե պատը ծակելը թուրքերի ու ներխուժելը խիզախության հարց էր իրանց դուրս շպրտելը, ոչ թե մտածված բան, էլի ասենք պլանավորացում, ուշադրություն, խիզախություն, բայց չկար, ասենք, ծուղակ նախապատրաստած, որ մտնեին ընդե կոտորեին բան, էլի նախորոք պլան չէր, հետ քաշվելը եղել է հոյակապ մշակված նախագիծ եւ հոյակապ կատարված որտեղ մի քանի օր պարապել են դուրս գալուն։ Այո։ Անդրանիկը նշում է, որ 2-3 օր պարապել ենք, օրը որոշվել է, որ օրը պետքա դուրս գան, ու արդեն այնպես ցուրտ էր, որ թուրքերը չէին հասկանում խեն իրանք Կամ հիշում եմ, բանը Ագնիվոյ Աբիսպիչենիայի 3 խումբ ալնում, չէ, որ 3 ուղղության վրա Ագնիվոյ Աբիսպիչենիայի է դրվում, որ սկզբի առաջի խումբը ոնց որ առաջատար ավանգարդ են ունեցել, որի մեջ Անդրանիկն է եղել, Գևորգ Չաուշն է եղել, որոնք սպիտակ բաներով, սավաններով, գլուխները սպիտակ կապած, որ դե ձուն է դրած եղել, որ արդեն ձուն էր առաջացել են, ու խմբերին սովորացրած են եղել, երբ որ որոշակի քայլը պահել է, նախ ասեմ, որ Առաքելոս վանքի տարածքը շատ մեծ էր ու կարողանում էին պարապել։ 50 քայլ, առաջի ավանգարդը 50 քայլի վրա եղել, ու երբ ասում էր մենք պետք ծնկում էինք, բոլորը պետքա ծնկեին։ Սառեն, ձեն չանեն, պաղկվեն, ասենք, ծնկեն։ Ու մինչև վերջի օրը, ամսի 27-ի գիշերն են դուրս եկել, մինչև վերջի օրը իրանք պարապել են դուրս գալը։
որ պետքա կատարյալ լիներ, որ կարողանային դուրս գային։ Ու դուրս են եկել, ուրեմն ունեցել են գրուպու обеспечения 3 խումբ։ Տարբեր մեկը մյուսից բավականին հեռու տեղակայված, որոնք կրակով պիտի ապահովեին հետ նահանջը։ Հա, կարիքի դեպքում։ Ուրեմն առաջատար խումբ են ունեցել, որոնք փաստացի այդ ավանգարդը նաև հետախուզական նշանակություն ուներ։ Այո։ Դրանից հետո եթում էր հիմնական խումբը, եթում էր արիերգարդը փակող խումբը, ու իրանց բոլորից հետո նոր պիտի միանային այդ կրակային ապահովում կազմակերպված, ասենք այդ խումբը 3 կարծեմ զույգերով էին, չէ, իրանք նստած, թե մի քիչ ավելի էին։ Այդ 3 կրակային ապահովումով զբաղվող խմբերը վերջում նոր արիերգարդից հետո պիտի ասենք միանային այդ կալոնային եւ կոնկրետ տեղեր ունեին նշած որտեղով պետք է գնան, մեծ ուշադրություն էր դարձվում, որպեսզի քայլելուց զենքերի հետքերը չթողնեն, ու նույնիսկ երբ որ դուրս են եկել լրիվ, կողի գյուղերից մեկը օգնել է նրանց, որ 6000 ոչխար են բաց թողել, իրանց անցած ճանապարհ հետքերը թաքցնեն։ Այդ կարգի մտածված է եղել ամեն ինչ։ Նշաններով, որպեսզի կապի միջոցներ չունեն, ոնց որ ասեցինք, փայլուն մշակված, նախապատրաստած եւ փայլուն կատարած, ասենք այդ նախագծի կատարում։ Ուրիշ ձև դա չի կարելի նշել։ Ինքը չեմ կարծում, որ թուրքերը չհասկացան ինչ տեղի ունեցավ։ Հա, բայց դրանից հետո իրանց սատանային ասում, բայց արդեն ուշ էր։ Դե հասել են արդեն թուրքական պոստին ավանգարդը, կանգնելա դեմները նոր են նկատել, որ մարդ է գալիս։ Ու էդ էլ ոչ թե հիմնական զորքերի ավանգարդը, իրանք այդտեղ արդեն շրջանցել էին, իրանք արդեն երկրորդ օղակի պոստավիկներին էին հասել այդ դիրքի ժամապահներին, փաստորեն իրանք գլխավոր օղակը, որը իրանց խեղդող էր, այդ օղակը արդեն անցել էին, երբ որ ճեղքել անցել են, կրակոցը թուրքերը արդեն նկատում են, որ մի բան կատարվել է, 6000 անդրանիկը նշվում է միանգամից 6000 հոգով կրակ էին բացել, ու տղաները ուզում էին պատասխանեն, տղաներին չի թողել, ասում է իրանք չգիտեն մենք որտեղ ենք, երբ որ կրակենք իմանալու են, ավելի լավ է գլուխներս կակալ պահենք, ու տես կարողանում են դուրս գան, ու միջև դուրս գալն էլ ինքը այդ ուսուցչին, որ հա նշում եմ, կանչել է իր մոտ, ասել է ես հիմա պետքա քեզ ծեծեմ թեթև, որ հետքեր մնա վրեդ, որպեսզի կասկածները քո վրից դուրս գան, որ դու չես մասնակցել, որբերն չեմ, քո աշակերտներն չեմ մասնակցել, ու քեզ փակելու եմ։ Բանալին է թողում է տնտեսվարու մոտ, պնդում է, որպեսզի մինչև մենակ դռնով մտնեն, մինչև բանը վանքի դռները ոչ մի դեպքում չբացեն։ Վանքն էլ հարուստ վանք էր, առաքելոց վանքը։ Եթե սենց եզրափակենք մեր զրույցը առաքելոց վանքի այդ կռվի բանով, երևի կարելի ասել, որ ինքը որոշակի ձևով դեր խաղաց, եթե ոչ հայդուկական շարժման մեջ, ասենք, չնայած տեղել դեր խաղաց, որտեղ հայդուկների թիվը սկսել էր արդեն պակասել, դրանից հետո ոնց որ ասած կանգ առավ այդ պակասելու բանը, այդ տենդենսը, նույնիսկ կարող ասենք վերականգնվեց զգալի մասով, բայց ժողովրդի մեջ հատ գրեթե բոլորի մասին հեքիաթներ, լեգենդներ, երգեր, պլյուս թուրքերը զավակների անունները, ասենք սկսեցին դնել այդ մարդկանց անուններով։ Արդեն 18-ից 20 թվականներին, երբ որ Անդրանիկը արդեն գեներալ էր, երբ իր անունը լսում էին, իր զորախումբը շրջանցում էին, այդքան վախենում էին Անդրանիկից։ Հա, բայց դա այս թուրքերին էր վերաբերում։ Օրինակ, այս մյուս թուրքերը, այս հետո որ դառան Բաքվի թուրքեր, միջև այդ Աստված գիտի, խառը խշտիկ թուրքական ցեղերի ներկայացուցիչ էին, երբ որ Գորիսից Անդրանիկը Բերձոր էր մտնում ու գնում էր դեպի Արցախ, որպեսզի Արցախի բնակչությանը պաշտպանի եւ ինքնապաշտպանության ուժերին օգնության, այն թուրքերը Անդրանիկից այնքան էլ տեղյակ չէին ու լավ էլ դիմադրում էին։ Հա, բայց Անդրանիկը արդեն սովոր էր, որ որտեղ գալիս էր սաղ փախնում էին։ Լավ էլ դիմադրում էին, ամենայն դեպս անենց չի, որ այդ 2 օրվա ճանապարհը, ասենք ինքը հենց 2 օրում էլ անցավ Շուշիան, որ Շուշի մատույցներով իրան անգլիացի կանցնում են,
ու բանա նամակ են տալի, որ դրանից հետո ինքը հետաֆառում է, դա արդեն հագին 4-5 օր անցել էր։ Դա նշանակում է այդ սարսափը դեռ բանա այնտեղ չէր մտել, էլի։ Բայց հետո Երևի Թուրքիայի ման գալի այս կողմից, որ մտներ տարածեր սարսափը։ բայց այնտեղ բանա հետագայում արդեն երբ որ իրանք հասկացան, որ ինչ մեծ սխրագործություն են արել Անդրանիկին դանդաղացրել են, այտենց լեգենդներ առաջացավ իրանց մոտ, այդ Բաքվի թուրքերի մոտ, որ ուրեմն ես իմ ինչ սուլթան, ես իմ սուլթանովը ծնգիակայնացրել Անդրանիկին, Անդրանիկը ներողություն ա խնդրել։ Ի դեպ հետո նման բան, ասենք, խոսում էին Մոնթեի մասին, որ ինքը ծնկիակ հանգնել ներողություն ա խնդրել, որ մի հերոս փահլավան թուրք, ասենք, Անդրանիկի ականջը կդրել ա ու իրանք բանը Անդրանիկին ասում են Ադնաուխի, տիպը իրանցից մեկը ականջը կդրել ա, էլի, ասենք, ասել ա, տիպը գնա, մի ականջանի գնա տարապի, որ սենց քեզ կենթանի բաց եմ թողում։ Դա շատ նման է այն այդ անտերու Իբադ Գուսեյնով հիշեցի, Իբադ Գուսեյնովը ուրեմն բանա դի այն մեկն էր, ով որ մեր համար շատ թանկ անունը, ասենք, փորձում էր օգտվել այդ անունի ճառագայթներից, բանա հեքիաթ տարածելու, որ բանա ինքը Մոնթեին կարատեի ակապե հետը հաղթել է, Մոնթեն ծնգիակայանել ներողություն ա խնդրել, եւ ինքը կդրել ա Մոնթեի գլուխը եւ բանա դե թուրք են, չէ, ասենք, մաներ տալի այդ բանա Բաքվի հանրապետության տարածքում այդ գլուխը ներկայացնում էր որպես Մոնթեի գլուխ։ Այդ նման խոսակցություններ Անդրանիկի մասին էլ էր այդում, то есть իրանք փորձում են ռուսերեն բարգայ պրիմազացկ սլավի վրագա, էլի, այսպես մի հատ բան էին անում։ Երևի ամփոփելով նշեմ, որ հեքիաթ չի Առաքելոս վանքը, պատճառներից մեկը, իմ համար ապացույցներից մեկը, որ հեքիաթ չի, ոչ միայն Անդրանիկի գրածն, այլ որ 1915 թվականին այդ վանքը ոչնչացրել են։ Թուրքը սիրում է ոնց որ քարին տակը ու շատ Արցախում գյուղեր ոչնչացնում են, հիմնահատակ ոչինչ չեն թողնում, որտեվ իրենց դառը հիշողություններ, ասենք, պարունակող հիմա նկարները, որ նայենք Առաքելոս վանքի, ոչ մի բան, պարիսպները նույնիսկ չի մնացել։ Ես բանը կարծում եմ, որ ամենասկզբում, որ ասացինք, էլի փորձենք մի 3 օր կոմենտների մեջ, բայց քչով շատի դեմ կռվելու օրինակներ, ասենք, դուք մեզ հուշեք, ոչ միայն հայկական, այլ նաև, ասենք, համաշխարհային պրակտիկայից, էլի, լինենք խելացի, ուրիշի փորձով սովորենք։ Հա, ցանկալի է շատ մեծ պատերազմներ չլինի։ Մենք այլի համառոտ ենք խոսալ, Պրիտոմ հաշվի առնելով, որ մենք ասենք տանը շփվելու քիչ ժամանակ ունենք, ստեղ ենք շփվում, այդ մեր 30-ից 50 րոպեանոց զրույցի մեջ երևի 30 րոպե ուղակի շփումն է։ Այդ ինֆորմացիան քիչ է։ Մենք փորձում ենք այս զրույցներով ոչ թե ցույց ասած խելք սովորացնենք, այլ կիսվենք այն բանով, որ մտքով, որ հնարավոր է քչով շատին ցեցել։ Հնարավոր է, եթե մարզված ես, հնարավոր է, եթե գիտես ինչ ես ուզում, հնարավոր է, եթե միասնություն կա։ Ես բոլորիդ Հայր ջան մաղթում եմ միասնություն եւ իմաստություն։ Այս նոտայի վրա հիշեցնեմ նաեւ, որ կարող են միանալ մեր էջերին, YouTube-յան էջին, Facebook-յան, Instagram-յան, կապ չունի, դեպքին օգնեն Patreon-ով, մեր գործերի մասնակցեն նաև ֆիզիկապես, եթե հնարավորություն չունեն, ֆինանսապես։ Ի դեպ, այսօր ուրեմն Ռոբերտ Գլեչյանի լեկցիաներ ՈՄԱ-ում ու նման լեկցիաներ էլի է լինելու։ Ամիսը մեկ անգամ կազմակերպում։ Մինիմում մեկ անգամ։ Եթե ժամանակ չեք ունենում ուրիշ բաների, պարապեք, կարող եք դասախոսություն մասնագետների հետ, ովքեր որ ասենք ՈՄԱ-ից չեն, ՈՄԱ-ի հրավերով կանչվում են, այն մասնագետների հետ, ովքեր որ շատ ավելի բարձր գիտելիքներ ու իմացություններ ձեզ կհաղորդեն, քան ասենք YouTube-ներում կամ Facebook-ներում եք հանդիպում։ Ստեսություն։ Այսքանով վերջ, ուժեղ եղեք, հաջողություն ձեզ։